Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է եւ այսօր մեր հյուրն է Երևանից, կոնֆլիկտաբան, արևելագետ պարոն Արսեն Խառատյանը։ Բարև ձեզ, պարոն Խառատյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Խառատյան, 3 օր արդեն անցավ ընտրություններից ազգային ժողովում եւ կարծում եմ կարելի է տալ արդեն վստահ կարելի է տալ առաջին գնահատականները։ Տեսնում ենք, որ արդեն կարծես թե հետընտրական նաև process-ներ են տեղի ունենում Հայաստանում, չեմ ասում հետընտրական այն իմաստով, որ ցույցեր կամ ինչ-որ խժդարություններ, բայց կան վերահաշվարկ է պահանջում ընդդիմությունը, երեք տեսանք Գագիկ Ծառուկյանը փորձում էր արդեն դուրս գալ Հայաստանից, քրեական գործ է հարուցվել իր վրա, իր փեսայի վրա։ Ինչպես կգնահատեք այս ամենը, թե ընտրությունները եւ թե այս փոքրիկ հետընտրական process-ները։ Դե իրապես բարձր մասնակցությամբ ընտրությունների ականատես եղանք, բավականին տարբեր հարցեր ի հայտ եկան ընտրությունների հենց հաջորդ օրը, երբ որոշ ընդդիմադիր գործիչներ հայտարարեցին, որ վերահաշվարկի են գնալու, իսկ գիտեք այս պահի դրությամբ խորհրդարան անցած երրորդ ուժը Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը նաև հայտարարել է, որ չի ընդունելու ընտրությունների արդյունքները եւ վիճարկելու է։ Վիճարկելու է հավանաբար Սահմանադրական դատարանում, որը իրավական ճանապարհն է Հայաստանում, եւ զուգահեռաբար պետք է ենթադրել, որ գուցե նաև որոշ սցենարներ են մշակվում փողոցային միջոցառումների, դեռ կտեսնենք այս մասին առավելապես հենց ընդդիմադիր գործիչներն է եւ ընդդիմությունն է, որ պիտի հանրությանը ներկայացնի իր անելիքները։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը, գիտեք, շատ փոքր քվեների պակասի պատճառով չի անցել կամ գոնե այս պահին չի անցել խորհրդարան։ Իր կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին նաև, որ կոնկրետ ընտրատեղամասերում վերահաշվարկի են դիմել եւ պնդում են, որ ունեն այդ ձայները, առաջիկա օրերին կիմանանք։ Ընթացիկ մեր ընտրական օրենսգրքի համաձայն մեկ շաբաթ անց վերջնական հրապարակվում են ընտրությունների արդյունքները ԿՀ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այսինքն այս առաջիկա կիրակի օրը կլինի եւ ուրեմն մինչեւ հաջորդ ուրբաթ օրը ընդդիմությունը հնարավորություն ունի դիմելու Սահմանադրական դատարան եւ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Այս ամենը իհարկե դեռևս ժամանակատար է լինելու, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ ենք լսել, որ այո, կարող են եղած իրան ճշտություններ եւ իրենք պատրաստ են այդ վերահաշվարկն իրականացնելու, բայց ընդհանուր առմամբ դժվար եմ պատկերացնում, թե մեծ պատկերը էապես կփոխվի սրանից։ Միակ էական փոփոխությունը, որ կարող է տեղի ունենալ, դա այն է, որ օրինակ Բարգավաճ Հայաստանը, եթե կարողանա ապացուցել կամ հիմնավորել, որ ունեն այդ ձայները, իրենք էլ կհայտնվեն խորհրդարանում, ուստի մեր այս հաջորդ խումարման խորհրդարանը, 9-րդ խումարման խորհրդարանը կունենա ոչ թե 3 քաղաքական ուժ, այլև 4։ Բայց այդ դեպքում շատ բան կարող է փոխվել, չէ՞, իշխանության համար։ Մի անձնյա իշխանություն չի կարող նշանակումներ անել դատախազության գլխավոր դատավորների ինչ որ, չէ՞, ինչ որ նման օրենք կա Հայաստանում։ Տեսեք, Ինչպես սահմանադրական մեծամասնություն այսպես թե այնպես քաղաքացիական պայմանագրեր չի ունենալու, սա արդեն ակնհայտ է։ Այո, որոշ հարցերում, երբ 3/5-րդի կարիք կա խորհրդարանական ձայների կոնկրետ նշանակումների հարց, այստեղ իրենք այո կարիք կունենան, ստիպված կլինեն համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ։ Ես ընդհանրապես ժողովրդավարության տեսանկյունից կարևոր եմ համարում այո հակակշիռներ ունենալը եւ ինչ որ իմաստով իշխանությունը կիսելու ուրեմն մշակույթի ներմուծումը, հա, մեր մոտ ոչ թե միանձնյա մեկ կուսակցություն եւ կամ մեկ անձ որոշի, այլև ստիպված լինես համագործակցել կոնկրետ հարցերի շուրջ։ Սա ընդհանուր առմամբ, եթե ելնելու լինենք ժողովրդավարության հեռանկարի տեսանկյունից։ Բայց կա մեկ այլ հանգամանք, դա այն է, որ իհարկե հենց նույն քաղաքացիական պայմանագիրը կոնկրետ հարցերի շուրջ կարող է խնդիր ունենալ ռեֆորմի օրակարգ առաջ մղելու կամ էական հարցերի շուրջ, լինի դա հանրաքվեների իրականացում եւ այլն, եւ այստեղ ավելի լուրջ խնդիր կարող է լինել այն պարագայում, եթե օրինակ Սահմանադրական հանրաքվե անելու հարցը բարձրանա
եւ օրինակ քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ չկարողանա դա այդ գործընթացը բավարար քվե չունենա, որպեսզի այդ գործընթացը մեկնարկի։ Կտեսնենք, անկախ ամեն ինչից, ըստ էության հաջորդ շաբաթ մենք արդեն ամբողջական պատկեր կունենանք։ Այդ նույն սահմանադրական հանրակրվեն կարելի է չէ ստորագրահավաքների միջոցով նույնպես կազմակերպել, այնպես որ դա էլ փակ ուղի չէ։ Այո, չէ, փակուղի չէ, իհարկե, բայց տեսեք, ընդհանրապես հանրակրվեների մասին է խոսքը, միայն սահմանադրական փոփոխությունների մասին չի խոսքը։ Մենք լսել ենք, որ առաջիկայում տեսնելու ենք հանրակրվե Եվրամիության ինտեգրացիայի տեսանկյունից կամ, չգիտեմ, այլ հարցեր, որոնք կարող են քննարկվել, այստեղ այսպես ասած կառավարող կուսակցությունը կամ քաղաքական մեծամասնությունը միանձնյա շատ բան չի կարողանա որոշել, որն ընդհանրապես մի կողմից կարող է քաղաքական ճգնաժամի աղբյուր դառնալ, բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ ժողովրդավարության տեսանկյունից կարևոր է, որ որևէ մեկը միանձնյա որոշումներ, հատկապես անկյունաքարային որոշումներ կարող ընդունելու հնարավորություն չունենա։ Բայց մեր տարածաշրջանում դա կարող է նաև համարվել ինչ-որ միտեղ իշխանության թուլություն։ Հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանի շնորհավորանքներ չկան դեռևս այս պահին, սպասում են վերջնական որոշման, վերջնական արդյունքների եւ հավանաբար սպասում են, թե ինչ կլինի Բարգավաճ Հայաստանի հետ, որpիսի հետո արդեն որոշեն իրենց գործողությունները։ Այսինքն, ինչ է կարծում պարոն Խարատյան, միգուցե ռուսներն էլ չէին սպասում այսպիսի հաջողության, ճիշտ է, տասնյակ հազարավոր մարդիկ, չգիտեմ, որքանով ճիշտ է 100 հազարավոր ասել, տասնյակ հազարավոր մարդիկ միանշանակ բերել էին Ռուսաստանից, եւ մենք տեսանք massայական նաև կաշառակերության դեպքեր, ընտրակաշառք էին բաժանում։ Եվ հիմա ասում են, տեսեք, 50%-ի չափ է հավաքել Փաշինյանը։ Արդյոք ձեր պատկերացմամբ Կրեմլում որոշում են կայացնում, որպիսի Հայաստանում հետընտրական այլ process-ներ նույնպես լինի, քանի որ հիմա տեսնում ենք դերևս Սամվել Կարապետյանի թիմը շատ լուրջ հայտարարություններ չի շտապում կարծես թե անել։ Սպասողական վիճակում են ինչ-որ մի ձևով։ Տեսեք, ռուսամետ ուժերը կամ ընդհանուր առմամբ թե ինչպիսի սցենարներ են գծել, եթե կուզեք, հա, եւ դա արդյոք կոորդինացվում է Մոսկվայի հետ, թե ոչ սա դեռ կերևա, բայց ընդհանրապես այո, դեռևս կանխատեսել, թե ինչպիսի հնարավոր զարգացումներ ենք տեսնելու վաղ է, կարծում եմ, որ մի քանի սցենար վստահաբար ունեն, այդ թվում նաև ոչ միայն Հայաստանի ներսում իրավական գործընթացներ հարուցելու կամ բողոքի հանրահավաքներ հարուցելու միջոցով, այլև մենք արդեն ուղիղ տեսնում ենք նաև Մոսկվայից որոշ ոչ ֆորմալ պատժամիջոցներ, հա, սրանք կային արդեն ընտրություններից առաջ եւս, իրական թվեր, պատկեր, թե որքան մարդ է բերվել կամ առաջարկվել, որպեսզի գան ընտրեն Հայաստանում, այս ընտրություններում ես նախորդին պատմում էի, ինքս Եվրոպայից էի գալիս Երևան ընտրությունների նախորդ օրը եւ ինքնաթիռի մի մեծ մաս նաեւ գալիս էր ընտրությունների մասնակցելու, ընդ որում Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից եւս, եւ այս մարդկանց մի մեծ մասը նաեւ իշխանությանը ձայն տալու էին գալիս, բայց մարդիկ գալիս էին կամովին։ Մինչդեռ մենք Մեծ է տեսնում ենք տարբերությունը, հա։ այո, խոսակցությունը Սփյուռքի այլ հատվածներից, այո, ընտրակաշառքների ուղղորդությամբ է լինում։ Հարյուրներով դեպքեր են, ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեն հարյուրավոր դեպքեր է քննության առել եւ ձերբակալվածներ կան հենց ընտրակաշառքների հետ կապված գործերով կտեսնենք թե սրանք ինչ պատկերի կբերեն, բայց ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ունիկալ իրավիճակում ենք գործում, երբ առաջին դեպքն է, որ Հայաստանում ոչ թե իշխանությունն է ընտրակաշառք բաժանում, այլև ընդդիմությունը։ Բայց որքանով կարելի է այդ պայմաններում լեգիտիմ համարել ընտրությունները, այստեղ կարող է հարց բարձրանա, որ ընդդիմությունը ոչ լեգիտիմ եղանակով է ստացել այդ ընտրությունը։ Այդ քվեերը, չնայած որ Ռուսաստանը ասում է 50% եք դուք վերցրել, բայց իրականում մենք գիտենք թե ինչպես։ Տեսեք, գիտեք, նույն քաղաքացիական պայմանագիրը նույնպես հնարավորություն ունի վերընտրության գնալու, հա, օրինակ, գնա իրենք կարող են նաև սահմանադրական դատարան դիմել, չնայած խիստ կասկածում եմ, թե սցենարին ականատես ենք լինելու եւ պնդել, որ այդ ընտրակաշառքների արկայությունը էապես ազդել էր ընտրությունների արդյունքների վրա, բայց կարծես թե այսպիսի գործընթաց չկա, քաղաքացիական պայմանագիրը մեծ հաշվով այս ընտրություններով
իր մեծամասնությունն ունի եւ ինչպես հայտարարել են, նաեւ առանց որևէ կոալիցիայի կառավարություն են ձևավորելու։ Ես չգիտեմ, թե իրավական տեսանկյունից էլ ինչ է լինելու, բայց փաստ է, որ բավականին խստացված են օրենքները ընտրակաշառքների հետ կապված, գիտեք, մինչև 7 տարվա ազատազրկում է նախատեսում եւ այս պարագայում կհասկանանք, թե ինչ թվականակով մարդկանց եւ ինչպիսի պատիժների են կականատես լինելու, ինչը եթե ոչ այս ընտրությունների վրա, ապա ընդհանրապես ընտրական գործընթացների վրա հուսանք, որ այլևս կանխարգելիչ ազդեցություն է ունենալու հետագայում ընտրակաշառքների այս ծավալները տեսնելու տեսանկյունից։ Պարոն Խարատյան, մենք տեսանք նաև նոր հաղորդագրություն, որ Լեհաստան է գնալու հայկական ծիրանը ամսվա վերջ 20 բեռնատարով, նախ երևի երկար է ճանապարհը, ճիշտ ասած, ինչպես կգնա հայկական ծիրանը, բայց կարծում եմ, որ մի ձև կգտնեն, եթե եղավ նման հաղորդագրություն, եթե կա կամք եւ Եվրամիությունն էլ մաքսատուրքերը հանում է։ Ընդհանրապես ձեր կարծիքով որքան հնարավոր է ամբողջությամբ հայկական բեռները ուղղորդել, որոնք որ հայտնվեցին Ռուսաստանի, այսինքն պատժամիջոցների տակ, ինչ որ միտեղ ուղղորդել դեպի Եվրոպա եւ այլ երկրներ։ Գիտեք, ծավալների մասին կդժվարանամ ասել, այդ թվում նաև ձեր նշած տրանսպորտային ենթակառուցվածքների եւ արագության, հա, բեռնափոխադրումների արագության տեսանկյունից ենթադրում եմ, որ նաև պետք է հաշվի առնել, որ եթե օրինակ Ռուսաստան գնացող ապրանքներ կային, որոնք նույնպես բավական երկար ճանապարհ էին անցնում, Ռուսաստանը մեծ երկիր է, եւ միայն այդ երկրի տարածքով Դա տարբեր էլ է։ հատվածներ ավելի հեռու է, քան Լեհաստան հասնելը, բայց քանի որ ես տրանսպորտի ոլորտի մասնագետ չեմ, նաև չեմ, չգիտեմ ժամկետների տեսանկյունից ինչ արագությամբ է սա գործելու, այն հանգամանքը, որ հայկական ծաղիկները հայտնվեցին Բալթյան երկրներում եւ խոսվում է Հոլանդիայի մասին, այդ թվում նաև հիմա տեսնում ենք, ինչպես նշեցիք, Սիրանը դեպի Լեհաստան գնալու հեռանկարը, խոսում է այն մասին, որ նաև մինչև ընտրությունները Բրյուսելի եւ Եվրամիության անդամ երկրների հետ առանձին համաձայնություններ են եղել հասկանալու եւ պատրաստվելու համար, որ եթե Ռուսաստանը հնարավոր պատժամիջոցների դիմի, մենք հնարավորություն ենք ունենալու մտնել այլ շուկաներ, այդ թվում նաեւ բնականաբար Եվրամիության շուկան։ Եվ այս տեսանկյունից սա լավ փորձ է լինելու եւ թեստ, եթե կուզեք, հասկանալու համար, թե օրինակ գյուղմթերքները, որոնք փչանալու խնդիր ունեն, դրանք ինչ արագությամբ եւ ինչ շուկաներում կարող են գտնել իրենց նոր գնորդներին։ Այլ հարց է իհարկե մնացած ապրանքները, որոնք ժամկետի մեծ խնդիր չունեն, դա ջերմուկը կլինի, կոնյակը կլինի եւ այլ ապրանքատեսակներ, որոնք եւս ոչ ֆորմալ ֆունկցիաների, սանկցիաների տակ են փաստացի Ռուսաստանի կողմից, այս պարագայում կարծում եմ ընդհանրապես երկարաժամկետ տեսանկյունից Եվրամիության շուկայում տեղավորվելու կամ մեր ավելի այսպես ասած մասշտաբային տեղը գտնելու գործընթաց ենք ականատես լինելու եւ այս առումով ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ սա չնայած դրդապատճառը կարելի է ասել, որ ոչ բնական է, այսինքն քաղաքական որոշմամբ է սա տեղի ունենում, մի իրավիճակում, երբ որ մենք այնուամենայնիվ դեռևս շարունակում ենք Եվրասիական տնտեսական գոտու անդամ լինել, բայց ստիպված ենք փաստացի գտնել նոր շուկաներ, սա դրդապատճառը մի կողմ դնելով այնուամենայնիվ կարելի է ասել, որ հեռահար իմաստով կարող է դրական լինել Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի, հատկապես արտահանման տեսանկյունից նոր շուկաներ գտնելու առումով։ Պարոն Խարատյան, կրկին վերադառնանք Ռուսաստանից հնչող հայտարարություններին, երկու օր է Սախարովան հայտարարություններ է անում, Ռուսաստանի մի շարք падգամավորներ հայտարարությամբ են հանդես գալիս, դե իրենց ռոպագանդիստները տեսնում ենք նույնպես իրենց հեռուստաընկերություններով, բայց այսօր Պեսկովը շատ հետաքրքիր հայտարարություն է արել, ես կուզենայի, որ դուք մեկնաբանեք, թե ինչ է դա նշանակում, ասում է, որ մինչև ընտրությունների վերջնական արդյունքները չլինեն, Փաշինյանի հետ հանդիպման մասին դեռևս պայմանավորվածությունների մասին վաղ է խոսել, նման ինչ-որ ոճի հայտարարություն, այսինքն ինքը ընդունել է, որ նման բան տեղի կունենա, Փաշինյան-Պուտին հանդիպումը, դա ինչ-որ միտեղ նշանակում է, որ իրենք արդեն ճանաչում են ընտրությունները, թե ինչպես կարելի է գնահատել ընդհանրապես իրենց այս դիրքորոշումը միջազգային հարաբերություններում։ Դե Ռուսաստանի կողմից ընտրություններից անմիջապես հետո ակնհայտ դիրքորոշում է հայտնվել, որը ասում է, այո, դեռևս արդյունքները վերջնական չեն, հենց վերջնական կլինի, նոր կճանաչենք եւ այդ ընտրությունները եւ ուրեմն այն վարչապետի տեխնացուն, որը կլինի, որտեվ անկախ ամեն ինչից նոր խորհրդարանը իր առաջին, եթե օրինակ
չեն վիճարկվում կամ սահմանական դատարանի վճիռ չի լինում, որով չեղարկվում են ընտրությունները, եթե այս ընտրություններն են ճանաչվում, օգոստոսի սկզբին միայն կունենանք նոր կառավարություն իր կառավարության ղեկավարով։ Մինչ այդ նախորդ խորհրդարանի հիմքով եւ շարունակվող կառավարությամբ Փաշինյանը մնում է վարչապետ, ուրեմն իրենք այնուամենայնիվ ասում են, որ այս հին մանդատով մենք իրեն դեռևս չենք ընդունում, մոտավորապես կարելի է այսպես ձևակերպել։ Միևնույն ժամանակ, իհարկե, իրենց դիրքորոշումը կոնկրետ է, ակնհայտ է, որ իրենց հետ աֆիլիացված կամ առնչություն ունեցող կամ եթե կուզեք նախապատվություններ ունեցող կառույցները, կուսակցությունները չեն ճանաչել դեռևս վերջնական ընտրությունները եւ իհարկե նաեւ ունեն այս հանգամանքը ընտրությունների վերջնական հրապարակվող արդյունքները լինելու են կիրակի օրը։ Ես ենթադրում եմ, որ այս օրերի ընթացքում դիրքորոշումների վերահաստատում կլինի եւ կտեսնենք, թե ինչպես է տրամադրված Մոսկվան։ Այո, հիշում ենք, որ ընտրություններից առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ ամսվա վերջին նախատեսում է իր այցը Մոսկվա, չգիտեմ ինչ օրակարգով, հիմա իհարկե կախված նրանից, թե ընդհանուր առմամբ Կրեմլի դիրքորոշումը ինչպիսին կլինի նոր իշխանությունների կամ Նիկոլ Փաշինյանի վերահաստատված մանդատով իշխանության հետ կապված, ըստ այդմ էլ կտեսնենք այդ հանդիպումը կկայանա թե ոչ։ Բայց քիչ հավանական է, չէ՞, որ չճանաչի Ռուսաստանը ընտրությունների արդյունքները։ Ես դժվարանում եմ այս հարցին պատասխանել, բայց կարծես թե այն հայտարարությունները, որ լսել ենք եւ Պեսկովից եւ Մաշա Զախարովայից, խոսում է այն մասին, որ իրենք այնուամենայնիվ որոշակի կասկածի ворթ են ուզում թողնել կամ խոսում են այն մասին, որ աննախադեպ քաղաքական ճնշումների պայմաններում են տեղի ունեցել ընտրությունները, ուրեմն իրենք առնվազն անուղակի որոշակի լեգիտիմության պակաս են դնում իրենց մոտեցման մեջ հայաստանյան այս ընտրությունների առումով, եթե նայելու լինենք հաճախ որոշ ընդդիմադիր ուժերի հայտարարությունները շատ նման են Մոսկվայի հայտարարություններին, ուրեմն ես ենթադրում եմ, որ այստեղ նաև որոշ սցենարներ գծվում են մեկ կենտրոնից։ Նաև կարող են ինչ-որ միտեղ առևտուր փորձել անել Հայաստանի իշխանությունների հետ, կա նման բան, եւ միշտ այդ հարցը օգտագործեն քարոզչության մեջ, ապագայում եւս, եթե հիմա նույնիսկ ճանաչեն։ Վստահ չեմ, թե իրենք կարողանալու են անընդհատ օրակարգայնացնել այս ընտրությունների ուրեմն օրինականության հարցը, ինչ որ մի կետից որոշակի նոր կայունություն պիտի լինի, ինչպես ներհայաստանյան կյանքում ներքաղաքական իմաստով, այնպես էլ արտաքին ֆրոնտում հենց առաջին հերթին Ռուսաստանի հետ, բայց կրկնեմ, ձևակերպումները, որ լսել ենք Մոսկվայից, այո, որոշակիորեն կասկածի տակ պահելու տրամաբանության մեջ են այս ընտրությունների հետ կապված, չնայած ժողովրդավարության եւ ժողովրդավարական ընտրությունների մասին Մոսկվայի խոսելը թերևս այսպես ասած, էթիկապես ճշգրիտը չէ, հա, այնպես չի թե Ռուսաստանն իր ներսում, թե եւ արտաքին ֆրոնտում իր բոլոր ջանքերը կենտրոնացնում է ժողովրդավարություն կառուցելու վրա։ Պարոն Խարատյան, գանք մերձավոր արևելքում տեղի ունեցողին, քանի որ իրոք այնպիսի դեպքեր են հիմա տեղի ունենում մերձավոր արևելքում, որ չենք կարող չանդրադառնալ, մենք հենց ընտրությունների օրը տեսանք, թե ինչպես Իրանը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ, հետո տեսանք Թրամփ-Նետանյախու հեռախոսազրույցը, կարծես այնպիսին էր ուղերձը, որ լավ է այս կոնֆլիկտը չշարունակվի, ինչ որ միտեղ այդպես հասկացանք, չնայած Իսրայելը հարվածեց առավոտյան Իրանին, շարունակություն տեղի չունեցավ, բայց շարունակությունը մենք տեսանք արդեն ամերիկյան ուղաթիռի խոցմամբ, ապա ինքնաթիռի խոցմամբ Հորմուզի նեղուցի վրա։ Եվ տեսանք նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանը։ Ըստ ձեզ ինչ է տեղի ունենում, չնայած հայտարարություն էլ եղավ շտապ, որ կարող է մոտակա օրերին New York Times-ը հաղորդեց, արդեն խաղաղության համաձայնագիր լինի ատոմային ծրագրի շուրջ։ Տեսեք, ինչ որ իմաստով կարելի է ասել, որ այս պատերազմը փակուղային իրավիճակ է ստեղծել Միացյալ Նահանգների համար, այնինչ նախատեսված էր կարճ ժամանակահատվածում լուծել, իսկ մասնավորապես փաստացի Իրանում իշխանափոխության հասնել, բացի բուն պատերազմական գործընթացները, կարծես թե իրականություն չդարձան։ Նախորդ շաբաթ Թրամփը հասավ նրան, որ Թրամփը ստիպված զանգեց Նեթանյահուին եւ որպեսզի դադարեցնի հարձակումները Լիբանանի ուղղությամբ, քանի որ Լիբանանը զուգահեռաբար մնում էր կարծես թե պատերազմի կենտրոնն էր, հա։
Իսրայելը հիմնավորելով, որ Հեզբոլլահն է ոչնչացնում եւ այդ ուղղությամբ Իրան կապով փորձում էր պատերազմը ակտիվ պահել, այն որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունն այնուամենայնիվ իրանական կողմը շատ ավելի լրջացրել է եւ ունի այս լծակը կարծես թե համաշխարհային տնտեսության վրա ազդեցության տեսանկյունից շարունակում է իր ազդեցությունն ունենալ բանակցային գործընթացի կետերի շուրջ անհամաձայնություններ կան Իրանը գիտեք առնվազն պահանջում է մինչև 100 միլիարդի հասնող սանկցիաների տակ գտնվող իր ֆինանսական միջոցների ապա ուրեմն եւ նաեւ բավականին տարբերվող մոտեցում ունի միջուկային ծրագրերի շուրջ մեծ հաշվով նշելով, որ իրենք չեն պատրաստվում ընդհանրապես քննարկել խաղաղ միջուկային ծրագրերը որևէ երրորդ կողմի հետ։ Ուրեմն դիրքորոշումները բավականին տարբեր են միմյանցից։ Ես դժվարանամ ասել, թե որքան արագ եւ որքան շուտ հնարավոր կլինի պայմանագիր կնքել կամ հրադադար ունենալ կամ ունենալ նոր բանակցային ֆորմատ, բայց ակնհայտ է, որ Իրանը փաստացի այս պայդրությամբ դեռևս այս ռազմական գործողություններից բանակցային դիրքերի տեսանկյունից ավելի ուժեղ տեղում է հայտնվել եւ հենց այս պատճառով էլ մասամբ հրաժարվում է այն նախորդ պահանջներից կամ այն նախորդ օրակարգերից, որի շուրջ պատրաստ էր բանակցել մինչև այս պատերազմի սկիզբը, քանիցս հաստատվել եւ հայտարարվել է, որ ամերիկյան կողմի հանդեպ վստահության պակաս կա, որովհետև այս պատերազմից անմիջապես առաջ ուրեմն Օմանում կայացած հանդիպումը խոսում էր նրա մասին, որ առանց պատերազմի պիտի լուծում լինի, բայց դրանից անմիջապես հետո ամերիկո-իսրայելական ուժերը սկսեցին ռազմական գործողություններ եւ ուրեմն կրկնեմ ամերիկյան կողմի համար ինչ որ իմաստով փակուղային է իրավիճակը, որովհետեւ Իրանը փաստացի շատ ավելի այսպես ասած ռադիկալ դիրքերից է հանդես գալիս եւ քանի որ կարողացել է դիմանալ այս հարձակումներին, կարծես է չի էլ պատրաստվում մեղմել իր դիրքորոշումը։ Շատ շնորհակալ ենք, պարոն Խարատյան, այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ